Ողջույն, Խելացիր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի հերթական ամենամսյա մրցաշարի հերթն է եկել եւ այդ ձևաչափն է ամենախելացիրը։ Մեր ամենաառաջին ինտելեկտուալ մրցաշարի կրկնությունն է։ Այդ ժամանակ դեռ կրտսեր մասնակիցները չունենք, երևի մեր նախորդ տեսանյութ արդեն կրտսեր մասնակիցներով դիտել ենք, իսկ այժմ մեր ամենաառաջին մրցաշարի մասնակիցներից 3-ը մեր ավագ խմբի մասնակիցները վերադարձել են որոշելու այսօրվա ամենախելացի մասնակցին։ Եվ մենք պատրաստ ենք սկսելու եւ առաջին քայլը լինելու է վիճակահանությունը։ Եկեք որոշենք, թե ինչ հերթականությամբ են մեր մասնակիցները նստելու։ Եվ սկսենք մեր վիճակահանությունը։ Առաջին թիվն է 1-ը։ Մենք ունեցանք առաջին մասնակցի։ Երկրորդը հերթականությամբ շարունակում ենք։ Երրորդը կլինի 3-ը։ Ինչ կատարվում 5-ը կանես։ 4-ը եւ հետեւաբար այսպիսով մեծերի հետ մենք ունենալու ենք 9 թեմա 6-ական հարցով, այսինքն 54 պոտենցիալ հարցից խաղարկելու ենք 50 հարցը 10 շրջանի ընթացքում։ 5 մասնակիցները հերթով ընտրելու են թեման եւ համապատասխանաբար հարցը, օրինակ վիշապներ 5, այո, հավես թեմաներ։ Եվ ես ընթերցելու եմ վիշապներ 5 հարցը եւ այն մասնակիցը, օրինակ երրորդ մասնակցի հետ է խաղում ենք։ Եվ նա չունի ճիշտ պատասխան, մենք տալու ենք հնարավորություն նախորդ եւ հետո հաջորդ մասնակցին այդ հարցը փախցնելու։ Եվ այդ իրավունքից օգտվելու համար, եթե օգտվում են եւ ճիշտ է պատասխանը ստանում են այդ համապատասխան միավորները, օրինակ այս դեպքում 5 միավոր է, բայց եթե ռիսկի դիմելով սխալ են տալիս պատասխան, դա միակ տարբերակն է, որ կարող են միավոր գործնել, ստանալով -1 միավոր։ Մենք այսօր ունենալու ենք հետևյալ 9 թեմաներ։ 21-րդ դարի գրականություն, գունավոր անվանումներ, վիշապներ, բանջարեղեն, երկրորդ խոշորագույն քաղաքներ, սպորտային ռեկորդներ, տիրակալներ, սկանդինավյան դիցաբանություն եւ խմբեր ու երգեր։ Եվ սկսենք ծանոթացումը եւ այսօր առաջին անգամ մեր գրեթե բոլոր տեսաշարերի, մրցաշարերի տեսալուսանկարման ապահովող մեր օպերատոր Ժաննան, խելացիրի ծրագրերի համակարգող երկրորդ գլխավոր մարդ Ժաննան որոշել է դառնալ ավագ խմբի մասնակից եւ նա կլինի մեր այսօրվա առաջին մասնակիցը մեր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի ավագ խմբի սաներից զատ։ Ու տարիքային շատ չեն տարբերվում եւ ծանոթանանք առաջին մասնակից ով է։ Я Жанна Якակուպանելի тут միլիգրամ։ Այո։ Երկրորդ մասնակից։ Բարև ձեզ Գագիկն եմ այսօրվա հաղթող բուտ Գագիկ։ Ողջույն, ես Միլենան եմ, եկել եմ որ առաջին փուլից դուրս եկող լինի։ Ես Անի Նիկոլին եմ, Պիցիկո։ Բարև ձեզ, ես Կարինան եմ, Так, մենք սկսելու ենք առաջին մասնակցից, օցաձև տրամաբանությամբ գնալու ենք 1-ից 5, 5-ից 1 եւ 5 շրջան հետո կիմանանք մրցաշարային աղյուսակը։ Հարցերն են 1-ից 6 բաշխված, ամեն ինչ գիտեք, առաջին մասնակից Ժաննա, սկսենք։ Ժաննա, որն է ձեր թեմայի ընտրությունը։ 21-րդ դարի գրականություն 2։ 21-րդ դարի գրականություն 2։ Ժաննա, ինչի մասին ես կհարցնեմ, որ գրքերի վիպաշարի վամպիրների մասին պատմող Ստեֆանի Մայերի կողմից գրված, որը դու հենց հիմա վերընթերցում ես։ Մթնշաղը։ Մթնշաղը հայերեն, այո, Սումերքի Twilight վիպաշարը դա ճիշտ պատասխան է, դու ստանում ես 2 միավոր։ Գագիկ։ Վիշապներ 7 6 Վիշապներ մաքսիմում։ Այո։ Այո։ Իհարկե ուրախալի է, որ բուտ Գագիկը իր վրա վստահ է եւ ուզում է ամենադժվար հարցերից սկսել։ Եկեք տեսնենք, արդյոք դու գիտես սա։ Որ երկրի ազգային ավիափոխադրողն է կոչված, անվանակոչված ի պատիվ հինդուիզմի Գարուդա վիշապ թռչունի։ Որ երկրի ազգային ավիափոխադրող։ Հնդկաստան։ Գագիկ դա սխալ տարբերակ է։ Նախորդ մասնակից Ժաննա, ցանկանում եք պատասխանել։ Ոչ։
Հաջորդ մասնակից Միլենա, ցանկանում եք խմել հարցը։ Ուզում եմ հինդուիստ երկրներ չհիշեցի, բայց ենթադրենք Թայլանդ։ Մի րոպե։ Չենք։ Մինուս ես գնալու, եթե սխալվի։ Այո, եթե սխալ պատասխանեք, Ես մոռացել եմ։ մինուս 1 միավոր եք ստանալու, ոչ թե մինուս 6։ Ցանկանում եք պատասխանել, թե ոչ։ Ոչ, հետևաբար ես կասեմ ձեզ, որ հինդուիստական այդ թռչունը վիշապը դա գառուդան էր, ոնց լսեցիք, եւ դա Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշերից մեկն է։ Բաժով։ Եվ շարունակենք Միլենա, ձեզ հետ, ձեր ընտրությունն է 21-րդ դարի գրականություն 1 21-րդ դարի գրակը ձեզ դրեց հարցը, թե ինչպես էր այն կախարդական հերոսի անունը, ում մասին 7 գիրք էր ապարակել Ջոան Ռոուլինգ։ Harry Potter Yes, of course. Չէր գիտեմ Harry Potter։ Անի, ձեր ընտրությունն է։ Խմբեր եւ երգեր 2 Խմբեր երգեր 2 ֆորմատը գիտեք, ես ասում եմ երգի անվանումը, դուք ասում եք երաժշտական խումբը։ Get lucky։ Ես չունեմ պատասխան Նախորդ մասնակից դուք ցանկանում եք պատասխանել։ Այո Այո, եւ դա Daft Punk-ն է Եվ դա Daft Punk-ն է, այո։ We're up all night together։ Ես պետք է ձեր We're up all night together։ Եվ Դավայ։ հաջորդ մասնակից Կարինա Գունավոր անվանումներ 3 մեր ունկնդրողներին ներկայացնեմ, որ սա նշանակում է, որ հարցերի պատասխանները լինելու են ինչ-որ բանի մասին, որը իր անվան մեջ գույն է պարունակում։ Օրինակ, որ է գունավոր անվանումներ 3 Քո հարցը հետևյալն է։ Ալեքսանդր Գրինի վեպի վերնագրում կարելի է գտնել հենց այդ գույնի առագաստներ։ Կարմիր Ռուսա։ Ալ, կարմիր, ալու է պարուսա, ալ առագաստներ Ալեքսանդր Գրինի ստեղծագործությունն է, դա ճիշտ է, դուք վաստակում եք 3 միավոր եւ հենց ձեր հետ շարունակենք, սկսենք երկրորդ շրջանը։ Սկանդինավյան դիցաբանություն 3 Սկանդինավյան դիցաբանություն 3-ը իր հետևում պարունակում է հետևյալ հարցը։ Ինչպես է Տորի մուրճի անունը։ Մյոլներ Մյոլները ճիշտ պատասխան է, այո, եւս 3 միավոր։ Ձեզ, Անի, շարունակենք ձեզ հետ։ Տիրակալներ 1 Տիրակալներ 1 Շատ համեստ եք սկսում։ Ինչու՞։ Սազր դերից։ Վախենում ենք խայտարակվել մի փոքր Արդեն խայտարակվել եք Դուք բոլորը Ես տեսանյութում արդեն սաղը խայտարակ եք գնացել։ Ով է եկել, տեսել ու հաղթել Զելնայի ճակատամարտը։ Կեսարը Դա իհարկե Հուլիոս Կեսարն է, ապրես դա միշտ պատասխանն է 1 միավոր։ Եվ հաջորդ մասնակից Միլենա Գունավոր անվանումներ 1 Գունավոր անվանումներ 1 հետևյալ հարցն է, թե Beatles խմբի այդ երգը պատմում է գունավոր ծովային տրանսպորտի մասին։ 5 4 Հերին 3 ավտոբուս Ծովային տրանսպորտ Ավտոբուս, դա սխալ տարբերակ է։ Նախորդ մասնակից Անի, ցանկանում եք խմել։ Իհարկե Ուրախ դեպքը ակտիվ խոսում է դրա մասին, եւ Խոսքը Yellow Submarine այո, Էլի Սուզանավի մասին է խոսքը, այո, Անի հաղթեց մեկին համար։ Միլենայից Եկեք Միլենային տանք Եվ շարունակ։ Իտակ, հաջորդ մասնակից Հասան քեզ Գագիկ։ Քոնտրությունն է։ Դեռս իմ ճակատամարտը ունեմ մասնակիցներից, համենայնպես վիշապներ 5 ռևանշ վերցնենք։ Վիշապներ 5։ Ինչու՞։ Okay։ Так։ Ինչպես էր Հոբիտը գրքի գանձարանում հանդիպող այն հսկող վիշապի անունը։ Smaug։ Smaug-ը ճիշտ է։ Այո, ապրես, դու մասնակցիր 5 միավոր։
Եվ Ժաննա եզրափակի շրջանը 21-րդ դարի գրականություն 3 ընդունված է պատվերը կհասնի 20 Սյուզան Քոլինսի վիպաշարի անվան մեջ կարելի է գտնել խաղերին վերաբերող ինչ ածակրան ինչպիսի խաղեր Գոլոդներ Սյուզան Քոլինսը սոված խաղեր վիպաշարի հեղինակն է եւ այո գալոդն է սովածը ճիշտ պատասխանը դուք աստեցիք երեքնյալը շարունակենք երրորդ շրջանը ձեզ հետ Երկեր եւ խմբեր 3 Երկեր եւ խմբեր 3 ընդունված են ձեր հարցը Ես հիշեցնեմ ասում եմ միայն անվարումներ Last Christmas I gave you my heart and the very next day you gave it away This year to Մուզիկական պաուզա I'm giving it to someone special Ձեր ժամանակը ավարտվում է 3 2 1 Ապա, բայց իրանց Ապա չի եւ նախորդ մասնակից Կարինա դուք ցանկանում եք Այո, ցանկանում եմ խլել։ Եվ լսեք Կարամ տարերով ասեմ։ ասեք WHAM восклицательный знак։ Այո, դա WHAM восклицательный знак խումբն է Ջորջ Մայքլի հիմնադրած Դուք գոհացեք երեքնյալը եւ խաղ շարունակենք Գագիկի հետ Սկանդինավյան դիցաբանություն 5 Գագիկը ընտրում է սկանդինավյան դիցաբանություն 5 հարցը Սկանդինավյան դիցաբանություն 5 Ինչպես էր Բիֆրոստի ամենատես պահապանի անունը ով պետք է փչեր իր փողը հայտարարելով Ռագնարոկի մասին Փաս Իմ սիրելի հերոսներից մեկ Նախորդ մասնակից Ժաննա ցանկանում եք խմել Ինչպես էր Բիֆրոստի ամենատես պահապանի անունը ով պետք է փչեր փողը հայտարարելով Ռագնարոկի մասին Չէ, պատասխան Չեք ցանկանում Հաջորդ մասնակից Միլենա Ոչ, չեմ։ Կարինա այո ցանկանում եք տարբերակ ասել Ոնց որ տե ճելնիհել տեյովեր։ Ինչ կան նշում չէ։ Եվ իհարկե սկանդինավյան դիցաբանության իմ ամենասիրելի հերոսը բազմաթիվ դիցաբանական սյուժեներով խաղերում եթե այս հերոսը կա ես միշտ իրան եմ վերցնում այդ փողը դա Գյալլար հորն է նա ուներ թուր որի անունն էր Հոֆունդ նա կույր էր բայց իր աչքերով կարողանում էր տեսնել ամեն տեղ դա Heimdall էր անունը այդ հերոսի որին Marvel-ի կինոներում Իդրիս Ալբան է սևամորթ չգիտես խի մարմնավորել Հաջորդ մասնակից Միլենա շարունակենք ձեզ հետ Եկեք 21-րդ դարի գրականություն 4 Գնանք, սիրեցիք այդ թեման Քո հարցն է Միլենա Ով է հակապխրունություն գրքի եւ գաղափարի հեղինակը ընդհանրապես Նասիմ Թալեբ Նասիմ Թալեբը ճիշտ պատասխանն է, այո, դու վաստակում ես 4 միավոր։ Եվ Անի Նիկոլին լսենք քեզ։ Գունավոր անվանումներ 2 Գնացինք։ Քո հարցը հետևյալն է, գունավոր անվանումներ 2։ Այդ ֆիլմը պատմում է Ջոն Քոֆիի մահապատժից առաջ բանտարկության վերջին օրերի մասին եւ հիմնված է Սթիվեն Քինգի հայտնի վեպի վրա։ Կանաչ մողոն, Զիլոնա Էմիլը Կանաչ մողոն, Զիլոնա Էմիլը ճիշտ է, երկու միավոր վաստակեցի։ Կարինա, լսենք ձեզ։ Ես կփորձեմ բանջարեղեն 3 Այո, բանջարեղենի ժամանակն էլ ասա։ Ըստ հայտնի խոսքի Մարտունակորտոլը ինչից է դա թանկ։ Ինչ։ Մարտունակարտոլը ինչից է դա թանկ։ Ես չեմ հասկանում։ Դա բացառապես ծեր խնդիրն է։ Սա ես չեմ հասկանում ինչ ես ասում։ Բանը բառերը հստակ ասված։ Չի դերում։ 5 Պաս։ Պաս, նախորդ մասնակից, Անի, պաս, և հաջորդ մասնակիցը եկան Ժաննային ցանկանում ես պատասխանել։ Եկեք փորձենք Եկեք լսենք, այո։ ոսկի Կհաշվեմ, այո։ ոսկուցելը Կհաշվեմ, հələ որ մարտուն են, գիտեմ որ քո արմատներն էլ են այդ գոմեթում, իմը ամբողջությամբ այնտեղից են, ոչ թե ոսկեն, օսկի։ Մարտունակորտոլը օսկուցելա թանկ։ Այո, ոսկին ճիշտ պատասխանն է, Ժաննան խլեց 3 միավոր։ Եվ Կարինա շարունակենք ձեզ հետ։ Ես կվերցնեմ սկանդինավյան դիցաբանություն 4 Սկանդինավյան 4-ը, let's go։ Քո հարցը։ Ինչպես է կոչվում այն ծառը, որի վրա հիմնված է ողջ սկանդինավյան դիցաբանության
Իգդրեսիլ, թե իդրեսիլ, այդ բառը չեմ հիշում, բայց իդրեսիլ։ Իգդրասիլն է, ճիշտ տարբերակը այո կհաշվենք։ Իհարկե Իգդրասիլն է, որի վրա Ասգարդը եւ մնացած բոլոր գարդերը, խմբերը եւ այլն։ Անիրիկալին։ Փորձենք խմբեր եւ երգեր 4։ Գնացինք խմբեր երկեր 4-ը։ Քո երկն է Քամին փչի։ Քամին փչի, что-то там։ Տարին զյարի։ Փաս։ Նախորդ մասնակից Կարինա։ Նետ։ Ոչ, հաջորդ մասնակից Միլենա, ցանկանում եք պատասխանել։ Այո։ Այո։ Նարեկ մեծ հայք։ Այդքան։ Դու պետք է խմբի անունը։ Խմբով, ախտա խմբով է։ Չեմ հիշի, մեծ հայք հենց խումբը չի։ Ես կհաշվեմ այդ պատասխանը, այո, խմբի անունն է հենց հայք։ Այո։ Միլենան բարձրեց 4 միավոր։ Իշլավա։ Չգիտեի, որ ես գիտելիքի ինտերվյու միավոր կբերի, բայց շնորհակալ եմ տաքսիստներին։ Միլենա, ձեր հաջորդ հարցն է։ Իմ հաջորդ հարցն է բանջարեղեն 2։ Բանջարեղեն 2։ Ֆենոմենալ հարց։ Խաշի հետ հաճախակի օգտագործվող որ բանջարեղենի աճելու կամ չաճելու մասին եմ ես ձեզ հաճախ ասում, որպես անձնային աճի ալեգորիա։ Բողք։ Այո, ձեր բողկը աճել է եւ դուք պատասխանում եք այս հարցին։ Շնորհավորում ենք եւս 2 միավոր։ Գագիկ, Շատ հետ եմ нужно отыгрываться։ Երկրորդ մեծագույն քաղաքներ 6։ երկրորդ մեծագույն խոշորագույն քաղաքներ 6, հետեւաբար ես ձեզ ասում եմ երկրորդ այդ քաղաքի անունը, դուք փորձում եք ասել, թե որ երկրում է այն գտնվում։ Կանդագար։ Հինգ, 4, 3, 2, Թուրքմենստան։ Թուրքմենստան, դա սխալ պատասխան է։ Միլենա, նախորդ մասնակից, ցանկանում եք խմել։ Ոչ։ Հաջորդ մասնակից Ժաննա, ցանկանում եք խմել։ Ոչ։ Ինչ-որ մեկը գիտեք պատասխանը։ Եվ իրականում ստեղ հայտնի նաև ֆիլմ կա, Կանդագար անունով ռուսական, որը պատմում է Աֆղանստանում երկար տարիներ տևած պատերազմի մասին եւ այո Քաբուլից բացի երկրորդ խոշորագույն քաղաքը դա Կանդագարն է եւ խոսքը Աֆղանստանի մասին է։ Եվ Ժաննա, եզրափակեմ ձեզ 4-րդ շրջանը։ Բանջարեղեն 4։ Բանջարեղեն 4։ Քո հարցն է Ժաննա։ Որ կանաչու անվանումն է կարելի թարգմանել ինչպես արքայական։ 5, 4, 3, Как-то фиолетовое называлось. 2, 1, փաս։ Դա տարբերակ չէ։ Նախորդ մասնակից ցանկանում եք։ Ոչ։ Եվ հաջորդ մասնակից Կարինա ցանկանում եք։ Այո։ Եվ Կարինա դուք ցանկանում եք խլել եւ ձեր պատասխանն է Բազիլիկ։ Եվ բազիլիկը։ Ճիշտ է, այո, Վասիլես, Վասիլիս, այդ նույն արմատներն է, այո, ես դու որոշեցի ֆիոլետովի Ժաննա, ես զգացի, որ դու ֆիոլետովին ուզեցի ասել ու Անունը չհիշեցի։ ու չեկավ, հա, ու չեկավ սահմանափակ ժամանակում։ Խնդրում եմ հայերեն ասեք այդ խոտյան ինչը։ Базилика? Правильно. Вот я его хотел вспомнить. Եվ այո, Կարինա խլեց 4 միավորնոց հարցը, քո առաջին եկեք շարունակենք եւ 5-րդ շրջանը սկսենք, որից հետո կիմանանք առաջին կեսի միավորները։ Վիշապներ 2։ Վիշապներ 2։ Եկեք տեսնենք ինչ տրագունչներ են տեսնասվում։ Հայկական լեռնաշխարհում հանդիպող հետհանուսական կոթողների տեսակ, որը հանդիպում է հիմնականում ջրային օբյեկտների մոտակայքում, ինչպես են կոչվում այդ կոթողները։ Можно на русском. Չէ, ավելի չես հասկանում։ Հայկական լեռնաշխարհում հանդիպող հետհանուսական կոթողների տեսակ, որը հիմնականում ջրային օբյեկտների մոտակայքում է, հայերեն անուն։ 5, 4, 3, 2, 1 Չկա տարբերակ, նախորդ մասնակիցը Կարինան է, Կարինա, ցանկանում եք? Ոչ, չեմ Ոչ, հաջորդ մասնակից Գագիկ Ցանկանում եմ։ և պատասխանն է? Վիշապներ։ Վիշապներ կամ վիշապաքարեր, այո, ճիշտ պատասխան, այո։ Գագիկ, շարունակենք ձեզ հետ,
Եկեք երկրորդ ուշադրություն քաղաքներ 5։ Երկրորդ ուշադրություն քաղաքներ 5։ Դու հետաքրքիր կարծիք այս ընտրել։ Եվ քո քաղաքն է Մեդելինը։ Մեդելին 5 4 3 2 1 Տարբերակը Սլովենիա։ Սլովենիա, դա սխալ է։ Նախորդ մասնակից ցանկանում եք խլել։ Ոչ։ Ոչ։ Հաջորդ մասնակից Միլենա ցանկանում եք խլել։ Ոչ։ Ոչ։ Եվ մի քիչ զարմացած եմ, քանի որ նույնպես այս վերջերս բազմաթիվ ֆիլմեր, սերիալներ է նկարահանվել Մեդելինում իր գործունեությունը ծավալող Պաբլո Էսկոբարի մասին, ով ամենահայտնի մեդելինցին է, հետևաբար թմրանյութերի վաճառքի գլխավոր մայրաքաղաք հարավային Ամերիկայի դա Կոլումբիան էր եւ սա Կոլումբիայի երկրորդ մեծագույն քաղաքն էր։ Միլենա, դուք պատրաստ եք։ Այո։ Ընտրեք։ Բանջարեղեն 1։ Բանջարեղեն 1։ Ձեր հարցը։ Ոչ բանջարեղենն է Հելլոուինի խորհրդանիշը։ Դդում։ Դդում, այո, դա ճիշտ է։ Հաջորդ մասնակից Անի Նիկոլի Մանիկա։ Վիշապներ 3։ Վիշապներ 3, ոնց է համարյա սպանել եք այս թեման։ Վիշապներ 3։ 3 կախարդների մրցաշարում։ Վիշապից ինչ պետք է փախցներ Հարի Փոթերը։ Պետք է փախցներ ոսկե ձուն։ Դա ճիշտ է, իհարկե, այո, ոսկե ձվի դեպինգը պետք է տաներ։ Եվ ավարտենք առաջին կեսը, Կարինա ձեզ հետ։ Գունավոր անվանումներ 4։ Գունավոր անվանումներ 4-ը ընդունեցինք։ Ձեր հարցը հետևյալն է։ Այդ գույնը դարձել է պսևդոգիտական հոգեբանական բնութագրի հիմք, խորհրդանշելով գերբնական հատկանիշներով օժտված երեխաներին, ինչ իրականում լրիվ տխմարություն ապուշություն։ Գերբնական այսինքն միստիչեսկի, Да, չէ՞։ միստический сверх supernatural։ Այդ գույնը։ 5 4 ու երեխաներին 3 2 1 Պաս։ Պաս, նախորդ մասնակից, Անի, ցանկանում եք։ Ոչ։ Ոչ, հաջորդ մասնակիցը Ժանն է։ Հարցը կկրկնեք։ Չէ, հարցը չի Ուրեմն ոչ։ Ուրեմն ոչ։ Դաբլ հաջորդը կարա։ Լավ, դաբլ հաջորդ Գագիկ։ Ինտիգո։ Այո, Գագիկը ճիշտ է, խոսքը ինդիգո երեխաների մասին էր, որը ինդիգո գույնը տենց մանուշակագույնի ու փիրուզագույնի արանքի գունապնակին է։ Նկարագրվում, տենց որոշել են, որ ինդիգո երեխաները տենց ապուշ իրանց հույս են տվել, որ յանի շատ գերբնական բաներ են անում, ապուշություն։ Եվ առաջին փուլի արդյունքները պատրաստ են, առաջին կտորի։ Ժաննան ունի 10 միավոր։ Գագիկը ունի 7 միավոր։ Գագիկ։ Երրորդ մասնակից Միլենան ունի 14 միավոր։ Անի Նիկոլինը ունի 7 միավոր։ Եվ Կարինան ունի այս բայի դրությամբ 17 միավոր։ Իսկ մենք վերադառնանք կարճ դադարից հետո։ Եվ Կարինա, սկսենք ձեզ հետ շարունակենք 6-րդ շրջանը, ընտրեք։ Սկանդինավյան դիցաբանություն 2։ Սկանդինավ 2։ Հետևյալ հարցը։ Ինչպես էր դիցաբանությունների պատմության ամենահայտնի Տրիքստերի Տորի եղբոր անունը։ Լոկի։ Լոկին ճիշտ պատասխան է, այո, դուք վաստակեցիք ևս 2 միավոր։ Անի Նիկոլին, լսենք ձեզ։ Խմբեր եւ երգեր 5։ Սիրում եք երաժշտություն։ Այո, բայց ոչ այնքան լուքեք։ Ինձ թվում է այս հաջորդը կլինի հենց այն ինչը դու լսում Իսկապես։ ես։ Այո։ Կաշմիր։ Դու ինչ։ Կաշմիր։ Կաշմիր, այո։ Կաշմար։ Հայնի պակիստանյան քաղաքի անուն։ 5 4 Ինչը փաս խմբի անուն ասա։ 5 Չգիտեմ։ Չգիտես։ Նախորդ մասնակից Կարինա։ No, no։ Ոչ, հաջորդ մասնակից Միլենա։ Ոչ։
Հաջորդ անենք։ Հաջորդ մասնագից գալիս է։ Ես համոզված իհարկե չեմ, բայց կսեմ Metallica։ Ապրես իհարկե, որ մոտավորապես հիշեցիր, որ ռոք ամենահայտնի երգերից է, բայց իհարկե ապրես որ գիտես AC/DC-ի մասին իհարկե, դել չի, այլ Led Zeppelin խմբի հայտնի կատարումն է, որ դոդոդոն ու սենց նապորը ուգնիցենյան գնում է, այո, դա Led Zeppelin։ Միլենա։ Եկեք բանջարեղեն 5 Բանջարեղեն 5 Այ նազերին բաստեղ չնես, սիրում եք ուպել բանջարեղեն այո Օ, շանձելի այստեղ հիշենք նախորդ մրցաշարը Դա թե ռուս գրողի ազգանուն է, թե գազարի նման մի բանջարեղեն, որի մասին մեր նախորդ մրցաշարից մեկում, որը ես խառնել էի պատիսովի հետ Եվ ձեզ վստահ պատմում էի, բայց բառը պատիսովի փոխարեն պատմում էի այդ բառը օգտագործելով, որ այս հարցի ճիշտ պատասխանն է 5 4 3 2 1 Եկեք ասենք պաստերնակ Եվ եկեք ասենք ճիշտ է, այո, դա պաստերնակն է Այո, Բորիս Պաստերնակը ինչպես նաև այո հիշում էի պատիսոնի մասին Խառնեցի, իսկ սա գազարին շատ նման, գազարի բողքի խառնումը էկրանին տեսնեք Գագիկ Սպորտային ռեկորդներ 6 Սպորտային ռեկորդներ 6 Որպես քո երկար ժամանակվա սենսեյ, ասեմ շատ ապուշ տրամաբանությամբ ես խաղը կառուցում, բայց ինչև է բութ գագիկն ես Լիրելի է տեսնեք Շվեդ այդ ձողացած գործը Ռիժոք շիստով Արդեն 10-ից ավել անգամ թարմացրել է սեփական համաշխարհային ռեկորդը Այ բրժոկ դլինու հարցների կասեիր, բայց բրժոկ շստում չգիտեմ Չգիտես, նախորդ մասնակից Միլենա Ոչ Ոչ, հաջորդ մասնակից Ժաննա Ոչ Եվ ունեք մասնակից ով գիտի Հիշում եմ, որ ասել ես, չեմ հիշում ինչ ես Մենք Եվ խոսքը իհարկե շատ ֆենոմենալ ունակության ցածկորտի մասին է, ով երկար տարիներ պահպանող ռեկորդները հեշտությամբ Ընդամենը 2 տարվա մեջ մոտավորապես 2 ամիսը մեկ, մի սանտի, 2 սանտի բարձրացնում է ցուցանիշը արդեն հասել է կարծես 6 մետր 30 սանտիմետր ցուցանիշին, խոսքը Արմանդ Դուպլանտիսի մասին է։ Էկրանին ստեղ կերևա, էլի, սիրուն տղա է։ Եվ Ժաննա շարունակենք ձեզ այդ 6-րդ շրջանը 21-րդ դարի գրականություն 5 Գնացին գրականության աշխարհ։ Ինչպես է Դեն Բրաունի վիպաշարում հանդիպող գլխավոր հերոս արվեստաբանի անունը։ Վիպաշար չեմ կարդացել, չեմ Պաս Նախորդ մասնակից Փաս հաջորդ մասնակից Կարինա Չեմ հիշում Կներեք, չեմ պաս Ոչ Եվ այո, այստեղ էլ եկեք հիշենք, որ դա մարդ է, ով օրինակ անգելի դեմոնիում գնում է ու քարտեզով ասում է Հայաստանի միջով պետք է մտնենք, որովհետև դուռը հայկական լեռնաշխարհի Արմենիա գրածի հետևով էր անցնում, խոսքը իհարկե Ռոբերտ Լենգդոնի մասին է, Ռոբերտ Լենգդոնը Դեն Բրաունի գլխավոր հերոսը։ Ժաննա, շարունակենք ձեզ հետ 7-րդ շրջանը սկսենք Երկրորդ խոշորագույն քաղաքն է 2 Գնացինք Եվ ձեր հարցն է, ձեր քաղաքն է Միլանը Խնդալու փոխարեն մտածելու վրա ձեր ժամանակը սպառ 5 Միլան 4 3 2 1 Եվ ձեր տարբերակն է
Խոսացել։ Եվ ձեր տարբերակն է փասը։ Նախորդ մասնակիցը Կարինա։ Նախորդ մասնակից Կարինա ցանկանում եք խմել այս։ Այո, Եվ ձեր տարբերակն է Իտալիա։ Եվ այո, իհարկե Իտալիայի երկրորդ քաղաքն է Հռոմից հետո։ Գագիկ, շարունակենք ձեզ հետ։ Երկրորդ խոշորագույն քաղաքներ 4։ Երկրորդ խոշորագույն քաղաքներ 4-ը քեզ կբերի Տարտուն։ Տարտուն։ Էստոնիա։ Տարտուն, այո, Էստոնիայի խոշորագույն երկրորդ քաղաքն է։ Եվ այո, Տարտոյում գտնվում է համալսարանը, որտեղ այդ հայտնի պատմությունն է, որ Խաչատուր Աբովյանն է գնացել ուսանել Ֆրիդրիխ Բարոյի բարձրացան նարատը, նաև հիմա Աննան է այնտեղ սովորում Դանիելյան, ման պրիվետ ասես։ Տորպատի համալսարան։ Եվ Միլենա շարունակենք ձեզ հետ։ Սկանդինավյան դիցաբանություն 1։ Սկանդինավյան դիցաբանություն 1, ով է Սկանդինավյան դիցաբանության երևույն աստվածը։ Օդինը։ Adzin, տիպանուչիլա adzin աչուկ։ Անի Նիկոլին, եկան քեզ։ Վիշապներ 1։ Что там минимал կոպիկ ուզում գնալ։ Չա, վիշապներ մեկը պատրաստ է։ Տարածված միֆը վիշապների մասին ասում է, որ վիշապները բերանից հենց ինչ են կարողանում փչել։ Կրակ։ Այո, այո, վիշապները հայտնի են զարժեքալ լինելով։ Եվ Կարինա, ես ախակենք 7-րդ շրջանը ձեզ հետ։ Փորձեմ տիրակալներ 3։ Տիրակալներ թեմային, այո, գրեթե մոտ չենք եկել, եկեք լսենք։ Տիրակալները 3-ը ինչ է բերում, պարզ հարց է բերում կարճ։ Ով է գրել տիրակալը աշխատությունը։ Это государь. Кто написал государь? Известную книгу. Չորս, Մավրոնի 3, պատասխանում եմ։ լսում եմ, այդ ժամանակը սպարվում եմ։ Մավրոնի։ Մավրոնի, դա սխալ տարբերակ։ Նախորդ մասնակից, Անիկ։ Ոչ չեմ։ Ոչ չեք ցանկանում, հաջորդ մասնակից Ժաննա։ Ոչ։ Հաջորդ։ Լավ, հաջորդ Գագիկ։ Անտոնիո Մաքիավելի։ Այո, Անտոնիո Մաքիավելին, չէ։ Նիկոլո Մաքիավելին է իհարկե, այո, պատմել Ֆլորենցիա թե Ֆլորենցիա։ Ֆլորենցիական արքունիքի կռիվ դավերի եւ այլ ինտրիգաների մասին իհարկե պատմել է Նիկոլո Մաքիավելին, այո, ոչ մեկ միավոր չստացավ։ Կարինա, շարունակենք ձեզ հետ 8-րդ շրջանը։ Սպորտային ռեկորդեր 2։ Սպորտային ռեկորդներ 2-ը կբերի հետևյալ հարցը։ Ով է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։ Ամենաշատ գավաթներ նվաճած մարդ։ Լիոնել Մեսի։ Եվ Մեսին ճիշտ պատասխան է այո։ Անի Նիկոլին, լսենք։ Տիրակալներ 2։ Տիրակալներ 2, քո հարցը հետևյալն է։ Ում օրոք է Հայաստանում ընդունվել քրիստոնեությունը։ Դրթաթ 3-րդ մեծ։ Մեծ ճիշտ է, Միլենա։ Խմբեր եւ երգեր 1։ Խմբեր 1, լսենք։ Եվ քո հարցն է Bohemian Rhapsody։ Queen, այո, մեր Կարալևկան է ճիշտ պատասխանը։ Եվս մեկ միավոր ձեզ։ Գագիկ։ Տիրակալներ 4։ Տիրակալներ 4։ Հարցն է հետևյալը։ Մալիի թագավորության որ տիրակալն է շատերի կողմից համարվում պատմության ամենահարուստ մարդը։ Գիտեմ մասնամասի շում ճիշտ ունեմ։ 5 2 բառից ումսա եւ այո։ 4 3 2 1 խոսացեք Աբուսումսա։ 1 դե տարբերակը Աբուսումսա։ Չեմ կարող։ Չէ, հերը։ Նախորդ մասնակից ցանկանում եք։ Ոչ։ Հաջորդ մասնակից։ Ոչ։ Եվ այո, այդ ուսա եւ այլն այդ խաղերը կար, խոսքը իհարկե
Մանսա Մուսայի մասին է, Մանսա Մուսա, ով հայտնի է նրանով, որ ոսկիները, այդպես տոննաներով ոսկիներով հաջջ է կատարել դեպի Մեքքա, ամբողջ ուխտերի քարավանով եւ լիքը իր այդ ուխտագնացության արդյունքում այդ ճանապարհին հանդիպած տարբեր քաղաքների ու երկրների տնտեսական հեղափոխություն է փոխվել, նրանից այնքան փող է ինքը ծախսել։ Մոտավորապես ինքը 5 օր այդ քաղաքում անցել է, այդ քաղաքի 3 տարվա բյուջեն ծախսել է ու փողի արժեքը սկսել է հետևաբար փոխվել։ Եվ Ժաննա, եկեք ձեզ հետ մեր արդեն թվով 8-րդ շրջան եզրափակենք։ Ընտրեք։ 21-րդ դարի գրականություն 6։ Տարարբերիր, ասիր 6։ Եկեք լսենք։ Ինչ եմ պատասխան։ Որ Նոբելյան դափնեկիրն է, ինչու են երկրները ձախողվում գրքի հեղինակը։ Ում մասին խոսացել է մեր պատմություններից անվազն 2-3 ժամանակ։ 5, 4, 3, 2, 1 Պաս, նախորդ մասնակիցը Գագիկն է։ Ցանկանում եք պատասխան։ Այո, Եվ ձեր տարբերակն է Աչոմոգլու։ Տարուն Աչոմոգլուն ճիշտ պատասխանն է, այո, եւ Գագիկը թրցրեց վերջապես 6 միավոր։ Եվ Ժաննա, շարունակենք ձեզ հետ, ձեր 9-րդ շրջանի հարցը։ Գունավոր անվանումներ 5։ Գունավոր անվանումներ 5։ Գնացինք բոլոր հարցերով։ Ռոբինզոնյան ժանրի այդ ֆիլմը պատմում է նավի խորտակման արդյունքում քույր ու եղբոր անմարդաբնակ կղզում հայտնվելու եւ վայրի բնության պայմաններում մեծանալու եւ համարվում է Բրուք Շիլսի դերասանական դեբյուտը, որը սակայն էթիկական բազմաթիվ խնդիրներ է պարունակում։ Я не смотрела, не знаю. Պաս, նախորդ մասնակիցը Սպարագայում Կարինան է Այո, ես կպատասխանեմ եւ դուք ռուսերենով պատասխանել եւ դա ռուսերենով պատասխանեմ Գալուբայա լագունա։ Եվ դա ճիշտ է, այո, խոսքը Գալուբայա լագունա ֆիլմի մասին է։ Գագիկ, շարունակենք ձեզ հետ, հիշեցնենք մնացել են ամենայն 2 շրջան։ Վիշապներ 4։ Վիշապներ 4։ Ձեր հարցը։ Մեծ Բրիտանիայի մաս կազմող որ երկրի դրոշին կարելի է տեսնել կարմիր վիշապ։ Ուելս։ Ուելսը ճիշտ պատասխանն է, այո, եւս 4 միավոր։ Միլենա, Ոյ, եկեք գունավոր անվանումներ 6։ գունավոր անվանումներ 6։ Նինանայ։ Ասա գիտեմ որ սկզբում գրածս հարցը փոխել եմ, մի քիչ սերունդի լինի հարցեր։ Ընդհանրապես մի 5 տարի հետո է հարցը։ Այդ երաժշտական ալբոմը համարվում է պատմության ամենաշատ կոմերցիոն հաջողության գրանցվածներից մեկը եւ դարձել է արքայազնի կարիերայի գլխավոր ժառանգությունը։ Հինգ, 4, 3, 2, 1 Ես շարունակում եմ տեղին ավտոբուսով եւ տարբերակ չունեմ։ Նախորդ մասնակից Գագիկ տարբերակ Ոչ։ ոչ, հաջորդ մասնակից Անի Նիկոլի չկա։ Հետևաբար ես ձեզ կծանոթացնեմ արքայազնը սա անգլերենից բառացի թարգմանություն էր, Prince-ի մասին էր, Prince հայտնի երգիչ է, ում ամենահայտնի թե երգը առանձին, թե ալբոմը գրում է մեր խելացիյան մանուշակագույն թեմատիկան եւ դա Purple Rain մանուշակագույն անձրև ալբոմի մասին էր խոսքը։ Շարունակենք Անիի հետ եւ կոնտրոլությունն է Լավ, դե ռիսկի մի անգամ էլ դիմեմ, ռևանշ առնեմ, խմբեր եւ երկեր 6։ Գնացի, եկեք տեսնենք։ Լավ, եթե Կաշմիրը չպատասխանեցիք, այս մեկը հաստատ պետք է քո playlist-ում լինի, որովհետև ես 2 տարիքում իմ մոտ էլ կարես երգը, մնում է հիշես որ խումբ է։ Եվ քո հարցն է։ Hotel California։ Eagles։ Եվ Eagles-ը
Ճիշտ է, այո, անի, դոլարացի, մեծ միավոր, այո, դա Eagles խումներ, ընդամենը այդմի երկով հայտնի դարձած։ Եվ Կարինա եզրափակենք ինոր շրջանը, որից հետո դուք կլսեք արդյունքները վերջին շրջանից առաջ։ Դες ռիսկին դիմեմ սկանդինավյան դիցաբանություն 6։ Ընդունեցինք սկանդինավյան 6-ը և ձեր հարցն է, ինչպես է սկանդինավյան ծերունության արևի աստվածուհու անունը 5, 4, 3, 2, 1, տարբերակը Եթե սխալ պատասխանը մինուսը չի գնում, չէ, Սիվ, Սիվ, դա սխալ տարբերակ է, Սիվը տորը գիտեր, նախորդ մասնակից, ամին, չեր ծանկանում, հաջորդ մասնակիցը Ժաննան է, ծանկանում եք, ոչ, հետևաբար, ես միշտ ուզում եմ, իհարկե, վայ, եթե ես չուզեմ ով ուզի, այստեղ երաշտությունը ձեզ կարող էր օգներ, 5-րդ նոտան մասնավորապես, խոսքը սոլի մասին է, սոլցը, սոլ, այդ արմատը տարբեր լեզուներով կա և սոլ էր հենց արևի աստվածուհու անունը։ Իսկ մենք այժմ կտեսնենք 9 խաղաշրջանից հետո վերջին շրջանից առաջ արդյունքները։ Եվ մեր մրցաշարային աղյուսակը վերջին փուլից համար սենց հետաքրքիր տեսք ունի։ 5-րդ տեղում է 10 միավորով Ժաննա, 16 միավորով 4-րդ տեղում է Անի Նիկոլինը, 17 միավորով 3-րդ տեղում է Գագիկը, 2-րդ տեղում է 21 միավորով Միլենան, և դեռևս առաջին հորիզոնականն է զբաղեցնում Կարինան 28 միավորով։ Եկեք անցնենք վերջին շրջանին, Կարինա ձեզ հետ շարունակելով։ Նորից եմ դիմում ռիսկին, բանջարեղեն 6։ Բանջարեղեն 6-ը կբերի հետևյալ ողքի մասին հարցը Իտակ, որ գետնային պտուղի, գետնում հաջող պտուղի, ալտերնատիվ անունն է Երուսաղեմյան արևածաղիկ։ Անգլերեն Վիկիպեդիայում հենց տենց է Լուրջ։ հայերեն մի ձևա, ռուսերեն մի ձևա, անգլերեն Jerusalem sunflower։ 5, 4, 3, 2, 1, Թող բատատ լինի։ բատատ, շատ լավ տարբերակ էր, ցավոք սխալ, բայց շատ լավ տարբերակ։ Նախորդ մասնակից, Անի, Ոչ չեմ ցանկանում։ հաջորդ, ցանկանում եք։ Давайте так. Այո, և ձեր տարբերակն է Մարկովկա։ Գազարը, որը ցավոք ճիշտ չէ, բայց այո, եթե տրամաբանեիք, թե ինչ գետնում հաջող հայտնի պտուղներ կան, մանավանդ որի առաջին արմատը հայերենում հենց գետնա բառն է, խոսքը գետնախնձորի մասին է եւ անի իհարկե, ոնց որ այստեղ դուք սովորում եք շատ սխալ մոտեցում էր, ընդամենը -1-ի ռիսկով կարող եք 6-ը վաստակել, ուղղակի տարբերակ ասելով, շատ անհամաչափ սխալ որոշում էր, բայց փորձ եք հավաքում, լավ եք անում։ Եկեք անցնենք հենց ձեզ հետ շարունակենք։ Տոպինամբուր։ Չէ, եթե գիտական անունն է նաև Տոպինամբուր, ճիշտ անունն է, միևնույն Տոպինամբուր, բայց ոնց որ անգլերենը Ջերուսալեմով է, հայերեն ուղի գետնախնձորն է։ Որ տեսել եք, չէ՞ որ բլոկում ես, ոնց որ բանի պես ոչ գետնախնձորն համ։ Yani ինբիր, բայց Դա այս ինբիրն այ ապրես։ Ինբիրը բայց քաղցր, բայց քաղցր։ Շատ Չէ, ինքը կաղցր չէ։ ոնց որ բողքից մի քիչ առանց գծույթության սա շատ պրիանինձի դուրա գալիս հիմնականում ստալին մի անգամ պատահական տունը խոսի մաման դա բացում դրազի գետախնձոր ուզում շատ կյանք ուրիշ իրավիճակ է դες դրա մասին հիշում չկա։ Եվ Անիջան, եկեք լսենք ձեզ։ Տիրակալներ 5։ Տիրակալներ 5։ Ձեր հարցն է։ Ով է Ճապոնիայի ներկայիս կայսրը։
Նարուհիտո։ Ինչ-որ։ Դա ճիշտ է, այո, Հիտոն է։ Նարուհիտոն հենց ամոջական իր անունն է, ապրես։ Մեզնից միակ մարդը, ով լսում է ինչ է ասում։ Այո, ապրես դու։ Եվ Միլենա։ Ոյ։ Երկրորդ խոշորագույն քաղաքներ 3։ Գնացի։ Եվ քո քաղաքն է Հալեպը։ Մտածի մի անգամ ասա մի անգամից ճիշտ պատասխանը, փոխը չեք կարող։ Ինչ եղավ դա։ 5 4 3 2 1 Իսրայել։ Իսրայելը դա սխալ է իհարկե։ Նախորդ մասնակից Անի, ցանկանում եք պատասխանել Հալեպի հայրը որտեղից է։ Այո։ Այո։ Եվ ձեր տարբերակն է Լիբանան։ Լիբանանը, ապրես, -1-ն է ապր։ Հաջորդ մասնակից Գագիկ, ցանկանում ես տարբերակը։ Այո, Եվ քո տարբերակն է Սիրիա։ Եվ իհարկե մեր Սիրիա հայերն են Հալեպից փախել Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում։ Լիբանանում էլ իհարկե վիճակը լավ է։ Եվ Գագիկ, լսենք քեզ։ Տիրականներ 6։ Տիրականներ 6, սիրում ես պատմություն։ Օ, այս թեմայում ստատի չենք անդրադարձել, բայց ես ուզում եմ ձեզ այդ գալիք պատմություններից մի քիչ ժամանակ խոսալ։ Կոնկիստադորների կողմից առևանգված եւ մահապատժին ենթարկված ով էր ինքերի վերջին տիրակալը։ Մոնտեսումա երկրորդը։ Մոնտեսուման սխալ պատասխան է։ Նախորդ մասնակից ցանկանում եք խլել։ Ոչ։ Հաջորդ մասնակից ցանկանում եք խլել։ Ոչ։ Իսկ ճիշտ պատասխանը այս հարցի դա մի մարդ էր, ում հետ կապված է նաև կրկին ոսկու մեծ քանակի փոխանցումը ոչ ճիշտ մարդկանց, խոսքը Ատաուալպայի մասին էր, եւ Ատաուալպայի առևանգումը եւ վիկուպը, հայերեն բառը չգիտեմ, գրավը, Փրկագինը։ այո, եւ Ատաուալպայի փրկագինը կայանում էր նրանում, որ երբ սա կարծես Պիսարոն էր, կամ Պիսարոն էր, կամ Կորտեսն էր, կոնկիստադորներից եկան եւ համոզեցին, ասում էին, որ ուզում ես մենք ձեզ մի ամբողջ սենյակ ոսկով կլցնենք եւ երկու կողքի սենյակներն էլ արծաթով միայն թե մի առևանգեք, մի տարեք մեր տիրակալին, կոնկիստադորները իհարկե ոսկու անունը լսեցին միանգամից հադավայց է, բայց վերջում տարան սպանեցին մեր խեղճ Ատաուալպային։ Եվ Ժաննա, եկեք եզրափակենք մեր այսօրվա մրցաշարը ձեզ հետ։ Սպորտային ռեկորդներ 5։ Սպորտային ռեկորդներ 5։ Ով է ամերիկյան ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը 7 սուպերբոուլեր նվաճած։ Եվ լիքը այլ ռեկորդների հեղինակ։ Պաս, նախորդ մասնակից Գագիկ, ցանկանում ես։ Հաջորդ մասնակից Կարինա, ցանկանում ես։ Չէ։ Եվ ես իհարկե ցանկանում եմ որպես ամերիկյան ֆուտբոլի NFL-ի մեծ ֆանատ վերջին տարիների, խոսքը իհարկե բացարձակ սպորտի լավագույն խաղացող պատմության Թոմ Բրեյդի մասին է։ Իսկ մենք հիմա կամփոփենք մեր արդյունքները։ Եվ ավարտված է մեր այսօրվա մրցաշարը։ Եկեք լսենք վերջնական արդյունքները։ 5-րդ հորիզոնականը 10 միավորով զբաղեցնում է Ժաննան։ Համառ պայքարում եռյակ մտնելու 3-րդ, 4-րդ հորիզոնականների 20 միավոր Գագիկը եւ նույնպես 20 միավոր Անի Նիկոլինը, 21 միավոր Միլենան եւ այսօրվա հաղթողն է 28 միավորով Կարինան։ Եվ ավարտվեց մեր ավագ խմբի ամենախելացիրը մրցաշարը։ Հետաքրքիր եւ շատ դիտարժան խաղ ծավալվեց, որի համար շնորհակալություն եմ ես ուզում հայտնել բոլոր մասնակիցներին։ Եվ բոլոր մասնակիցներին հանձնենք իհարկե Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի Պիկովայա դամա գրքերից, կարդացեք, ակրած ձմեռային հարցակուրտերն աղի ժամանակ ունեք, իսկ այսօրվա հաղթող Կարինան, արի։
իսկ ես նվիրում ենք հայկական մեծերի մասին մերոնք սեղանի խաղը, էլի ես եմ բովանդակությունը գրել, շնորհավորում ենք ֆանտաստիկ խաղ էր։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ տարվա արդեն մրցաշարերում մի հապաղիր խելացիր։